Կրծքավանդակի պատի բնածին դեֆորմացիան 20-ամյա տղայի համար այլևս որևէ խնդիր չի առաջացնի։ Երիտասարդին վիրահատում է չինացի վիրաբույժ Վենլին Վանգը, որը աշխարհում հայտնի է նման միջամտությունների համար մշակած իր տեխնիկայով ու փորձով։ Կրծքավանդակի պատի շտկման մասնագիտական իմ կենտրոնում հաճախ ենք իրականացնում նման վիրահատություններ։ Աշխատում եմ ավանդական մեթոդներից տարբերվող տեխնիկայով, որն ինքս եմ մշակել։ Ուրախ եմ, որ այն այսօր տարածված է ամբողջ աշխարհում եւ օգնում է կյանքեր փրկել։ Հայ բժիշկների հետ կիրառելով այս տեխնիկան վստահ եմ, լավ արդյունք կունենանք։ Հատուկ պլաստինա մտցվեց կրծոսկրի տակ, որը կոպիտ ասած շուռ ենք տվել եւ կրծոսկրը փոս ընկած հատվածից բարձրացել է վերև։ Ինքը թվում է թե հասարակ է, բայց միանշանակ ունի իր բարդությունները եւ դժվարությունները։ Ինչ խոսք, եթե համեմատենք մյուս վիրահատությունների հետ կրծքավանդակի խիրուրգիայում, թոքային վիրաբուժության մեջ, ինքը շատ բարդ վիրահատությունների դասին չի պատկանում, բայց մեր ընկերոջ մեթոդը օգտագործելով ինքը շատ ավելի արագ, շատ ավելի ապահով է լինում։ Նման խախտումը մասնագետները անվանում են ձագարաձև կրծքավանդակ կամ կոշկակարի կուրծք, երբ կրծոսկրը եւ կողերը զարգանում են դեպի կրծքավանդակի խոռոչ։ Երկու փոքր կտրվածքների միջոցով եւ ընդամենը 2 մետաղական կոնստրուկցիաների կիրառմամբ կատարվել է դեֆեկտի շտկում եւ ֆիքսացիա։ Կրծքավանդակի պատի դեֆորմացիա ունի աշխարհի բնակչության 1-ից 2%-ը։ Միջամտությունը բարդ է, սակայն չինացի բժշկի մշակած տարբերակը հեշտացնում է վիրահատական եւ հետվիրահատական ընթացքը։ Վենլին Վանգը ունի մոտ 10,000-ից ավել վիրահատական քեյսեր, որոնք անցել են բարեհաջող, հենց կապված կրծքավանդակի պատի դեֆորմացիաների հետ, որոնք կամ բնածին արատներով են պայմանավորված եղել, կամ հետվիրահատական որոշակի բարդություններով պայմանավորված։ Վերջերս հուլիս ամսին իրենց կենտրոնում եղել է մաստեր կլաս հենց կրծքավանդակի պատի դեֆորմացիաների կապակցությամբ, որտեղ 1 օրվա ընթացքում կատարվել է 83 վիրահատություն, որը հսկայական թիվ է այս պաթոլոգիայի համար։ Բժիշկների խոսքով կրծքավանդակի դեֆորմացիան տարիների ընթացքում կարող է հանգեցնել սրտային ու թոքային խնդիրների, ուստի պետք է ժամանակին դիմել մասնագետի։ Առաջիկա օրերին Վենլին Վանգը հայ գործընկերների հետ կիրականացնի եւս մի քանի վիրահատություն, կլինեն նաեւ կլինիկական դեպքերի քննարկումներ։ Նարեկ Ոսկանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Լուրեր։